Այստեղ հնցիկը կառուցվել է ցիկլատրոնի և պետքարերի համար նախատեսված հատված է, հիմա ցիկլատրոնի էստեղ, հենց այս կազմակերպության և մենք հիմա այս բանի կազմակերպություն չկայունության ազգային կենտրոնն է, որը հիմա մեր ամիս առաջ միացրեցին Ֆանաջյանի աղան գործկավանության կենտրոնի որպես մեր կազմակերպական ազգային Սա մեր նոր ձեռք բերված պետքարերն է։ Նույնիսկ մի քանի դեպքի կապումը մենք կարողանում ենք էկրանի վրա տեսնել եւ Պատվիրում են, այնտեղ մենք համավիճարի մասին մենք մեր ապավարության մեր բուժմանը 24 սեանսներ ներավել և այս հետազոտությունների 4 տեսանքներ այդտեղ էլ մի մասը ամբողջական փոխանցում, մի մասը համավիճար Դա էլ կա, անվաճառականներ։ Այս պետքանից վրաստեղնան Էրգունի ունել կա, և միատեղ դիագնոստիկայի կենտրոնը, այստեղ հարապետական դիագնոստիկայի կենտրոնը։ Իսկ հարապետությունը Այստեղ ամբողջական կոլպոսկոպիկ հետազոտությունն է, որը էլի կանանց արադիցիկի քաղաքերի կանխարգելման ուղղված միջոցառում է, և սկրինինգային ծրագիր է, որի ընթացքում կանայք հետազոտվելով HPV վիրուսի հայտնաբերումով և կոլպոսկոպիկ հետազոտությամբ հնարավոր ամենասկզբնական փուլերում հայտնաբերել արադիցիկի քաղաքերը և հետևաբար ավելի արդյունավետ և ավելի քիչ ծախսատար բուժումով ապահովել կանանց առողջությունը։ Սա սոնոգրաֆիկ սարքավորումն է։ Սա նորագույն, լավագույն դասի սոնոգրաֆիկ սարքավորումներից մեկն է։ Երբ սկսել աշխատել։ Նոր հետազոտությունները Կրծքակի քաղցկեղը, եթե ժամանակին հայտնաբերվի, 100% լավացության կարող են հասնել և կանանց կյանքի որակը և տևողությունը երկարեցնել, իսկ առանց մամոգրաֆիայի դա հնարավոր չի, որովհետև կան փոքր միկրոկալցինատների կոչում, որոնք օրինակ սոնոգրաֆիայով հնարավոր չի հայտնաբերել, և այս սարքը թույլ է տալիս միլիմետրի հասնող փոփոխությունները նույնիսկ հայտնաբերել, և արհեստական բանականությունը օգնում է նաև բժշկին բաց չթողնել այդ ամենափոքր և լավ օգտագործել։ Ֆինանսական սխեմա կազմածավը աշխատում է ֆինանսապես առողջություն։ Այո, սա ցիկլատրոնի կառավարման սենյակն է, քանի որ ցիկլատրոնում աշխատանքի ժամանակ շատ մեծ ճառագայթ է լինում և մարդ չի կարողանում այցելել, այստեղ ցերահար կառավարվում է ցիկլատրոնի աշխատանքը, սինթեզը հաջողությամբ իզոտոպի ստացումը և հաջողությամբ իրականացումը արդեն ավտոմատ կերպով ցիկլատրոնի։ Բայց արդեն քանի տարի է որ մենք իզոտոպ ենք ստանում, արդեն 3-4 տարի։ 20 թվականից, այո, կանոնավոր ձևով ստանում ենք սկզբից մեկ ռադիոֆարմապարատը, FDG կոչված է, ներկա պահին արդեն 4 ռադիոֆարմապարատ ստանում ենք, նույն իզոտոպով։ Երբ որ նյութակի սինթեզված պատրաստի վիճակում է, անպայման միջակայքաբաժին գալիս է լաբորատորիա, այստեղ ստուգվում է ռադիոկիմիական մաքրությունը, ստերիլությունը և այլն, դրանից հետո նոր ներարկվում է պացիենտին, երբ որ ունենում են որակների այո, աչքերի հպացումը Հիմա ֆիզիկա, քիմիայի լաբորատորիաներում նորակառույց դպրոցներում դրված են։ Սա բուն արտադրական սենյակն է, որտեղ հենց ստացված իզոտոպից արդեն սինթեզվում են ռադիոֆար պրեպարատներ։ Սրանք երբ է ձեռք բերել։ Սրանք 2020 թվականին արդեն գործարկվել են, այստեղ մենք սինթեզում ենք ախտորոշման համար պետքական ռադիոֆարմ պրեպարատներ, իսկ մյուս լաբորատորիայում սինթեզելու ենք բուժման համար նախատեսված ռադիոակտիվ նյութեր։ Հիմա տեսեք ֆունդամենտալ պրոբլեմը չի մեջ է։ Հիմա երբ որ մենք սիրում ենք, չէ, նորմալ է։ Որ մենք ասում ենք, Հայաստանի արտադրացուցիչը եւ այլն։
ֆունդամենտալ խնդիրն է, որ տարածաշրջանի չենք առաջացել, որ մենք հիմա լցնում ենք, չի լցնում ջանքը։ Դա մենք այս ամեն ինչը որոնում ես ֆինանսական սխեմա պետք է դնելու պես, որ ինքը ի վերջո եւ ֆիզիկական, բայց հիմա բարոյական հաշվետվությունը ավելի վաղ է հասնում։ Երբ որ այդ կետը կա, մենք պետք է դա փոխենք։ Հակառակ դեպքում մեկ է գալու է 30 տարի հետո ասել են, բայց գիտեք 2026 թվին Հայաստանը գիտեք բան է ունեցել։ Դա այդ սնափառության ռեժիմից պետք է դուրս գալ։ Իսկ որ եւ մենք ունեցել ենք ուժեղ մասնագետներ, ովքեր հիմա չգիտեն որտեղ են, Cleveland-ում են կամ չորտեղ։ Այսինքն այդ ճեղքը պետք է դրա ֆինանսական սխեմաները պետք է գծվի, ինքը երբ որ եկավ ասավ բարոյական, հիմիկվա սարքերը ֆիզիկական մաշվածության այլևս չեն հասնում, որտեղ իրենց բարոյական մաշվածությունը վրա է հասնելու շատ արագ եւ անսպասելի։ Եվ որպես մենք հետ չմնանք, պետք է այդ կետը մեր սցենարի մեջ լինի, որ մենք չենք ասում են հինը բան ենք անելու, այն հինը արդեն կարա դառնա ուսուցողական կամ ավելի պարզ խնդիրներ լուծման ամենակարևորն է դա, որտեղ ստատիկ վիճակը հիմա չի աշխատում, գիտության մեջ է, ծառայությունների մեջ է ստատիկ վիճակ չկա, կամ դու առաջընթաց ես ապրում, կամ դեգրադացվում ես, հնարավոր չի, նույն կետի վրա կամ բացառված բան։ Հետևաբար մենք անընդհատ պետք է մեր թվերը պետք է ցույց տան եւ հաճախորդների թվով, եւ գիտնականների թվով, եւ հետազոտությունների, եւ համագործակցությունների, եւ սարքերի ձեռքբերման, եւ ամսագրելու հոդվածների, եւ գիտական թեզերի, եւ գիտական կոչումների, եւ հայտնագործությունների եւ նորարարություն։ Իսկ եթե դինամիկա չկա, դա մեզ համար լույս պետք է վառվի, որ մենք ինչ-որ մի բան սխալենք, պետք է վերադառնանք եւ այդ խնդիրը լուծենք։ Եվ վերջո մեր հարգարժան մասնագետները, եթե Հայաստանում աշխատանք չունեցան, հաստատ աշխատանք կգտնեն Հայաստանից դուրս, բայց պետք է իրանց հետ դարձնել իրանք են որ Հայաստանում իրենց պատշաճ աշխատանք, որ իրենց պատշաճ կենսաբանական կապավորի, մենք կարող ենք լուծել։ Ի վերջո մենք մոտ ենք նրան, որ փակենք իրենքը, որ երբ որ երեխեքը երազեն օլիգարխ դառնան։ Մենք ուզում ենք մեր երեխեքը երազեն գիտնական դառնան եւ այլն, բայց պետք է փնան, որ գիտնական լավացք ունենան Հայաստանի Հանրապետությունը։ Պետք է տեսնեն, որ հարգանք ունի եւ այն ոչ թե տեսական հարգանք կա, բայց պետք է գործնական Վարչապետ, հիմա մենք ունենք Վանարջանի կենտրոնը, որը ըստ էության ամբողջ ցիկլով վերանորոգել ենք եւ ինքը առաջիկա մեր 5 տարվա ընթացքում դրիվ մեր ստանդարտներին համապատասխան կծառայի։ Ունենք Գյոլանի անվան լուսավորության կենտրոնը, որը էլի հիմա շատ լավ պայմաններում է, բայց փոքր է, վարչապետ։ Մենք հոսքը նկատում ենք, որ արդեն մեր ենթակառուցվածքները չեն բավարարում։ Հիմա մենք ունենք նպատակ միավորել լուսավորության բոլոր ծառայությունները եւ արդեն ունենալ բարձրահարկ կոմպլեքսի շրջանակներում սկսած ախտորոշումից մինչև վերջին վերականգնողական եւ պալիատիվ բժշկական օգնության կոնսոլիդացված վայր։ Միջուկային բժշկության առումով Հայաստանը շատ կարևոր դեր ունի արտասահմանում։ Մեր երկիրը դարձնել միջուկային բժշկության խարսխային կենտրոն իրականում շատ ճիշտ գաղափար կլինի եւ բժշկական туриզմը հենց շատ կզարգանա այս կենտրոնի շուրջ։ Մենք կավանանք մեր հարևան երկրներից սպասարկել են պացիենտին, ովքեր այնտեղ չեն կարող սպասարկումներ անցնել։ Ես զգացողություն ունեմ, որ եթե մենք մասնավորին օտարերկրյա ներդրման շատ գրավիչ նախագիծ կարողանա հասունացնենք մինչև այդ կետը եւ ֆինանսական եւ այդ բաժնետիրական սխեման գծենք, ես համոզված եմ, որ շատ արագ կարող ենք ֆինանսավորել, շատ արագ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։